Հորիզոնը շարունակում է աշխատանքը բարևձև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Մինչ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիին ընդունել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել հայտարարություններով։ Զվարթնոց օդանավակայանից Միխայիլ Կավելաշվիլիին ուղեկցել են Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին, ապա զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգները։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Ավելի ուշ երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ողջունելով իր պաշտոնակցին, Հանրապետության նախագահը նշել է, որ նրա այցը ևս մեկ վկայություն է, որ շարունակվում են այն դարավոր ավանդույթները, որոնք ձևավորվել են հազարամյակների ընթացքում եւ վերաբերում են երկու ժողովուրդների բարեկամությանը։ Մեր այսօրվա քննարկումները, որ մենք արդեն սկսեցինք նոր երկկողմանի առանձին քննարկումները, կունենան շարունակականություն եւ ամենակարևորը մեկ անգամ եւս կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը չի կանգնի եւ մենք անընդհատ նոր գաղափարներով հանդես կգանք եւ որը ի նպաստ կլինի այս մեր երկու երկրների եւ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Միխայիլ Կավելաշվիլին ասել է, որ նախագահի պաշտոնում սա իր առաջին այցն է եւ շատ ուրախ է եղբայրական Հայաստանում գտնվելու համար։ Նաեւ համակարծիք է, որ երկու երկրների դարավոր բարեկամությունը եւ եղբայրությունը օրինակելի են եւ շարունակական զարգացում են ունենալու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերությունների շարունակական խորացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Նախագահները ընդգծել են տարածաշրջանում կայուն եւ հարատև խաղաղության անհրաժեշտությունը, կարևորելով խաղաղասիրական օրակարգի առաջմղումը որպես ողջ հարավային Կովկասի զարգացման գլխավոր նախապայման։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Քննարկվել է նաեւ փոխայցելությունների ազատության ապահովման ընդհանուր բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։ Ավելի ուշ հանդիպումների արդյունքներն ամփոփվել են լրատվամիջոցների համար հայտարարություններով։ Վահագն Խաչատուրյանը իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները աչքի են ընկնում մեծ ակտիվությամբ եւ ընդլայնվող բովանդակությամբ։ Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության եւ երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։ Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել եւ պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Կարևորում եմ Հայաստանի եւ Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, որպես հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործոն։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում։ Անշուշտ այսօր քննարկում ենք ունեցել նաև տարածաշրջանային կայունության եւ երկարատև խաղաղության հաստատման հարցերի շուրջ։ Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգ առաջ մղելու գործում եւ շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։
Նախագահը նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը, ողջունում համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները, ավարտելով խոսքը Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել եւ ամրապնդել գործընկերային հարաբերությունները իշահ երկու բարեկամ ժողովուրդների եւ ողջ տարածաշրջանի։ Շանթերուստանկերություն Հորիզոն։ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման եւ մի շարք այլ հարցերի շուրջ 3 Տալինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետները։ Մեր հարաբերությունները հիմնվում են եւ պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Տալինում վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Դրա արտահայտություններից մեկը նաեւ Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքներ Հայաստանի Հանրապետության Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ եւ ես ուզում եմ ասել, որ նաեւ վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք նաեւ որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար։ Հայաստանում երբեմն նաև արվում են մեկնաբանություններ, որոնք Փաշինյանի կարծիքով ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Նրա խոսքով Հայաստանը ամենևին էլ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի։ Հայաստանն ուզում է, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Ավելին, մենք ուզում ենք ունենալ կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար եւ գնահատվեր անիրատեսական եւ անհնար։ Վարչապետն ընդգծում է, այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա եւ իր շնորհակալությունն է հայտնում Եվրամիությանը, նաեւ Էստոնիային այդ որոշմանն աջակցելու համար։ Փաշինյանը հույս է հայտնում, որ Եվրամիության հետ կխորացվեն հարաբերությունները մի շարք ոլորտներում, այդ թվում տնտեսական, առևտրային ուղղություններով։ Իսկ ինչպես է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրում եւ կոնկրետ ինչ առաջարկով կարող է աջակցել մեր երկրին։ Հարցն այս անգամ Էստոնիայի վարչապետին էր ուղղված։ Իրապես ուրախ եմ, որ դուք որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, այն է, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են, այսինքն ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ հանուն էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը։ Եվ ինչ կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում, դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Մենք խրախուսում ենք եւ բարեփոխումները շոշափելու օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Քրիստեն Միխալը թվեց Հայաստանի եւ Էստոնիայի միջև բազմավոլորտ համագործակցության ուղղությունները, կրթությունից մինչև տնտեսության դիվերսիֆիկացում։ Ընդգծեց նաեւ, որ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարեւոր է Էստոնիայի եւ Եվրամիության համար։ Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել, եւ այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով համաձայնագիրը կստորագրվի։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։
Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ ակնկալիքն առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Այս ամենին նախորդել էր Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետների նախ առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Կրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Նրանք կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը, անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Հաջորդիվ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը Տաշկենտում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ։ Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ Ալ-Մուսնադի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք կվերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Եթերում հորիզոնն է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության հարցում։ Ֆերիդուն Սիրինօղլուն ամփոփել է իր առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, նշել է, թե ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում ողջունել է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Նա նշել է, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Տարածաշրջանային եւ միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու Ռուսաստանի նախագահի առաջարկին։ Դեռևս մարտի 11-ին մենք դրական ենք արձագանքել հրադադարի մասին ամերիկյան առաջարկին։ Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր սեփական առաջարկը երկկողմ հիմունքներով դադարեցնել հարվածները առնվազն քաղաքացիական թիրախներին։ Մենք նաև առաջարկել ենք Զատկի հրադադարը դարձնել ամբողջական եւ երկարացնել այն 30 օրով։ Ռուսաստանը հետևողականորեն մերժել է ամեն ինչ եւ շարունակում է շահարկել խաղաղությունը, փորձելով խաբել Միացյալ Նահանգներին։ Հիմա կրկին ինչ-ինչ պատճառներով բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը, նախքան կրակի դադարեցումը։ Մենք գնահատում ենք մարդկային կյանքերը, այլ ոչ թե շքերթները։ Ահա թե ինչու մենք կարծում ենք, որ մինչև մայիսի 8-ը սպասելու պատճառ չկա։ Զելենսկին նշել է, որ հրադադարը պետք է լինի 30 օրով անմիջապես լիարժեք եւ երաշխավորված։ Նրա խոսքով դա այն հիմքն է, որը կարող է հանգեցնել իրական դիվանագիտության։ Ուկրաինայի նախագահի խոսքերին արձագանքել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով առանց բոլոր նրբությունների կարգավորման անհնար է երկարաժամկետ հրադադար հաստատելը։ Եթե խոսքը նման երկարատև դադարի մասին է, ապա այստեղ կարևոր են այն նրբությունները, որոնց մասին նախագահ Պուտինը խոսեց Կրեմլում։ Սա նույնպես կարևոր է, բայց առանց այս հարցերի պատասխանի դժվար է գնալ նման երկարատև հրադադարի։ Ռուսաստանի նախագահն ավելի վաղ նրբությունների շարքում նշել էր հրադադարի մոնիտորինգի դժվարությունները, ինչպես նաև հրադադարի ողջ ընթացքում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելը։ Պեսկովը հույս է հայտնել, որ նախագահ Պուտինի առաջարկը կստանա գնահատական։ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու մասին։ Այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիան կարծես իրեն նեղություն չի տալիս լսելու նախագահ Պուտինի հայտարարությունները։ Հենց նախագահ Պուտինն էր, որ բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի։ Մինչև հիմա մենք Կիևից պատասխան չենք լսել։ Պեսկովը նշել է, որ Մակրոնի հայտարարությունը հաստատում է, որ Եվրոպան ներկայումս նախընտրում է կենտրոնանալ պատերազմի շարունակման վրա։ Կանադայում տեղի են ունեցել համայնքների պալատի 45-րդ ընտրությունները։ Նախնական տվյալներով հաղթանակ է տարել վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցությունը։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ սակայն դեռ հստակ չէ, արդյոք լիբերալները կկարողանան մեծամասնություն կազմել, թե ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Պահպանողականների առաջնորդ Պիև Պոլիևը շնորհավորել է Մարկ Քարնիին հաղթանակի կապակցությամբ։ Հաղթանակից հետո իր ելույթում Քարնին կրկնել է իր խոստումը, որ կանադական տնտեսությունն ավելի քիչ կախված կլինի Միացյալ Նահանգներից։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապագայում բանակցություններ վարելիս նրա հետ կքննարկի Կանադայի տնտեսությունը եւ անվտանգային հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջև։ Կանադայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում պայքարը 343 մանդատի համար է։ Մեծամասնական կառավարություն ձևավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Իրանի խոշորագույն առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորներինը 1200-ի։ Երկրի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հրդեհի մարման աշխատանքներն ավարտվել են։ Առաջիկա օրերին կշարունակվեն մաքրման եւ փլվածքների հեռացման աշխատանքները։ Պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավորներ դեռևս բուժում են ստանում։ Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում։ Ապրիլի 28-ն Իրանում հայտարարվել էր ՍՔ օր։ Իրանի ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել է անփութությունը։ Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Պորտուգալիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Լուիս Մոնտենեգրոն ասել է, որ բլեքաութի աղբյուրը հավանաբար Իսպանիայում է։ Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսն էլ հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները եւ կոչ արել հանրությանը շահարկումներ չանել այս հարցերի շուրջ։
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները սկսվել էին երկուշաբթի կեսօրից։ Անջատումները խափանել էին հասարակական տրանսպորտի, լուսացույցերի, բանկոմատների, բջջային կապի եւ ինտերնետի աշխատանքը։ Իսպանիայի եւ Պորտուգալիայի մի շարք քաղաքներում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ստամբուլում շարունակում են վերացնել ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները եւ գնահատել վնասը։ Միաժամանակ իշխանությունները խոստովանել են, որ պատրաստվում են նոր շատ ավելի ավերիչ երկրաշարժի։ Երեկ նախագահ Էրդողանը կառավարության հատուկ խորհրդակցություն է անցկացրել այդ խնդրին նվիրված։ Թեմային հետևել է Արտեմ Երկանյանը։ Արտեմ, ինչ հանձնարարականներ է տվել։ Նախ այդ նիստին ամփոփվեցին երկրաշարժի արդյունքները, արդեն կոնկրետ տեղեկություններ կան, ապրիլի 24-ի երկրաշարժի հետևանքով 6.2 մագնիտուդ զորություն ունեցող երկրաշարժի հետևանքով 236 վիրավոր եւ տուժող է եղել եւ մոտ 2000 շենք տուժել է եւ փլուզվել։ Զոհ, ոնց հասկանում եմ, պաշտոնական տեղեկությունների համաձայն չի եղել։ Եվ այժմ մասնագետները Ստամբուլում նոր ավելի հզոր երկրաշարժ են կանխատեսում եւ հենց դրա նպատակով էլ Էրդողանը հատուկ կառավարության նիստ էր գումարել քննարկելու համար, թե ինչպես կարելի է կանխել այդ երկրաշարժի ծանր հետևանքները եւ պատրաստվել դրան։ Էրդողանը հանձնարարականներ է տվել մասնավորապես ոչ կայուն շենքերի սեյսմակայունությունը ամրապնդելու համար, ռենովացիայի ծրագիրը արագացնելու համար, բուժ հաստատությունները անհրաժեշտ ուրեմն զինելու համար եւ այլն։ Դեռևս անցած տարի Թուրքիայի ուրբանիզացիայի նախարար Մուրադ Քյուրումը խոստովանել էր, որ Ստամբուլի բոլոր 39 շրջաններում անցկացված հետազոտությունների արդյունքում կառավարությունը եկել է այն եզրակացության, որ Ստամբուլի 6 միլիոն շենքերից 1.5 միլիոնը սեյսմա ոչ կայուն են, այսինքն ռիսկի գոտում են գտնվում։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների Ստամբուլի ավելի քան կեսը շենքերի չեն համապատասխանում սեյսմակայունության նորմերին։ Անցած տարի կառավարությունը մշակել էր ծրագիր, որի շրջանակներում Ստամբուլի 1.5 միլիոն շենքերի բնակիչները պետք է 5 տարվա ընթացքում նոր բնակարաններ ստանան։ Արդեն 1 տարի է ինչ այս ծրագիրը կա, բայց այն դեռ չի մեկնարկել եւ ոչ մի լուրջ քայլ այդ ծրագրի իրականացման ուղղությամբ չի կատարվել, ինչում կառավարությանը մեղադրում են ընդդիմադիր գործիչները։ Ընդդիմությունը նաև մեղադրում է, որ կառավարությունը անտեսում է սեյսմակայունության նորմերը, ինչի հետևանքով վերջին 99 թվականին Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 17000 զոհեր տեղի ունեցել։ Այդ երկրաշարժից հետո Ստամբուլում այսպես կոչված երկրաշարժի հարկ էին մտցրել։ Այդ հարկը օգտագործվում էր շենքերի սեյսմակայունությունը ապահովելու համար։ Ավելի քան 5 միլիարդ դոլար է հավաքվել այդ տարիների ընթացքում։ Ընդդիմությունը կառավարությանը հարցնում է, ուր են ուղղվել այդ փողերը եւ հստակ պատասխան, ոնց հասկանում են, չեն ստացել։ Ընդդիմադիրները հիշեցնում են, որ 23 թվականին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի արդյունքում 54000 մարդ էր զոհվել եւ դրա պատասխանատուն ըստ ընդդիմադիրների նույնպես կառավարությունն է։ Արտեմ, արդյոք սպասված էր այս երկրաշարժը Ստամբուլում։ Այո, միանգամայն սպասված էր, ընդհանրապես Ստամբուլը համարվում է աշխարհի ամենասեյսմավտանգ մեգապոլիսներից մեկը։ Մասնագետները պնդում են, որ տարվա ընթացքում Մարմարայի ծովի այդ հատվածում 700-ից 900 երկրաշարժ է տեղի ունենում։ Այս տարվա հունվարին Թուրքիայի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը Նաջի Գյուրուրը, ով ֆրանսիացի եւ իտալացի մասնագետների հետ հետազոտություն է անցկացրել Մարմարայի ծովի հենց այդ հատվածում, կանխատեսել էր, որ գարնան ընթացքում Ստամբուլում տեղի կունենա 7.6 մագնիտոդով երկրաշարժ։ Ըստ էության այս կանխատեսումը կատարվել էր, միայն թե մագնիտուդն էր փոքրինչ ավելի թույլ, հա։ Բայց հիմա այդ նույն գիտնականը կանխատեսում է շատ ավելի հզոր երկրաշարժ նույնպես Ստամբուլում։
Գյուրերը ասում է, որ այն տեղի կունենա, այն կտարածվի 7 նահանգների վրա, որտեղ այսօր ապրում է ավելի քան 25 միլիոն մարդ, կարող ենք պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Haber Global պարբերականին տված հարցազրույցում մասնագետը ասում է, բառացիորեն մեջբերում եմ նրա խոսքերը, այդ երկրաշարժը կոչնչացնի Ստամբուլը, ես կատակ չեմ անում։ Ընդ որում հիշեցնեմ, որ 23 թվականին Գյուրուրը կանխատեսել էր Քահրաման Մարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը եւ շատ հստակ կանխատեսում էր արել եւ այն ամբողջովին իրականություն էր դարձել։ Նույն այս կանխատեսումը կիսում են նաև թուրք, ճապոնացի, ֆրանսիացի, իտալացի այլ հեղինակավոր մասնագետներ։ Օրինակ հայտնի թուրք սեյսմոլոգ Ջելել Շենգերը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր, որ վաճառում է Ստամբուլի իր տունը, տեղափոխվում է այլ նահանգ, քանի որ գիտակցում է, որ այդ երկրաշարժը անխուսափելի է եւ որ այդ երկրաշարժից զոհվելու է իր ողջ ընտանիքը, եթե նա այսօր չտեղափոխվի։ Արտեմ, նկատի ունենալով այդ հաշվումները, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այդ սպասվող երկրաշարժը։ Փորձագետները ասում են, որ եթե հզորությունը հասնի 7.6 մագնիտուդի, 600,000 շենքեր պարզապես այդ նույն վայրկյանին կփլուզվեն։ Մոտ 2 միլիոն շենք կտուժի երկրաշարժից։ Մոտ 4 միլիոն մարդ կարող է զոհվել այդ երկրաշարժի հետևանքով։ Նույն այդ հիշատակած գյուրերն է այս տեղեկությունները բերում։ Եթե հաշվի առնենք, որ Ստամբուլում 16 միլիոն մարդ է ապրում, այսինքն կարող ենք պատկերացնել ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ երկրաշարժը, իսկ նաև պետք է հիշենք, որ Ստամբուլը ապահովում է Թուրքիայի տնտեսության 35%-ը եւ մասնագետները նաև հաշվարկել են, որ ապահովագրական ընկերությունները 300 միլիարդ դոլարի վճար կատարելու պարտավորություն կունենան անմիջապես, իսկ ոչ ուղղակի հետևանքները կարող են 1 տրիլիոն դոլարի մոտենալ։ Շնորհակալություն, Արտեմ։ Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում։ Բախվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի Կամազ, Ford Transit, Mercedes, Opel եւ Gaz 3110 մակնիշների ավտոմեքենաները։ 5 մեքենայի բախման հետևանքով կամ 1 զոհ, 4 տուժած, նրանցից մեկը երեխա է։ Ավտոն վերևից քիչնիր, հետո կամպոսներն եկավում, ով զարգե ինչ եղել, ես խաբար չեմ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում երթևեկության պիկ ժամին Գարեգին Նժդեհի փողոցում Շիրակի մարզային ոստիկանության խաչմերուկում լուսացույցի տակ։ Ականատեսների նկարագրելով հրշեջ փրկարարական ջոկատի Կամազ մակնիշի մեքենան լուսածայնային ազդանշաններով շտապելիս է եղել հրդեհի վայր, եւ այդ պահին խաչմերուկի վրա հարվածել է Ford Transit ավտոմեքենային, որում եղել են վարորդը եւ 10 տարեկան աղջիկ երեխա։ Ուժեղ բախման հետևանքով հրշեջ մեքենան կողաշրջվել է, այդ վիճակում հարվածել եւս 3 Mercedes, Opel եւ Gaz 3110 մակնիշների ավտոմեքենաներին։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը, նկարագրեց Gaz 3110-ի վարորդը։ Ինքը սիրենա միացրած, արագ կուկար, Ford-ը իր համար խաչմերուկը կանաչի տակ կանցնիր։ Խփեց Ford-ին ու եկավ մեքենայից խփեց, ռուլը կողեց տակը, բակը երևի կիսատ էր, դուր համար թափահարեց, բան, եկավ ընդեղ հասավ ու շրջավ, իմ մեքենասը գնաց են Opel-ին խփեց, ընդեղ մի հատ Mercedes էր կայնած, ընդեղից է Mercedes-ին ուտպես, քանի մեքենա, 1, 2, 3, 4 մեքենա։ Այդ պահին անկախության հրապարակից դեպի Գարեգին Նժդեհ փողոց ընթացող Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի հասցրել մեքենան փախցնել։ Իր մեքենային հարվածել է Gaz 3110-ը, մեքենայում եղել է նաև վարորդի կինը, նրանք չեն տուժել։ Այն մեքենան այնտեղ կանգնած էր, առանց շոֆերի ելնել եկավ խփեց ինձ կանա։ Ցած եկա, ես մեկից ռիսկի տորմուզ տվեցի կանա, կշուռ եկավ, ես էլ ոչ մի բան չեմ ճոգել։ Ես սենք վերևից չեմ տեսել ինչ եղել։ Եկավ դեմս շուռ եկավ, քաշը կանել եմ ես։ 5 մեքենաների բախման հետևանքով 5 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։ Ford մակնիշի ավտոմեքենայի 35-ամյա վարորդը գիտակցության չգալով մահացել է։
Տեղում աշխատել է շտաբ բուժօգնության 4 բրիգադ։ Մեր մոտ դիմել է 4 մեկը մահացած, 3-ը հետազոտման մի երեխա էլ ավստրիական։ Տուժածների վիճակը գնահատվել է կայուն ծանր։ Կողաշրջված կամազ մակնիշի մեքենայում եղել են փրկարարական ջոկատի 3 հրշեջներ, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժած երեխան բազմակի կոտրվածքներով տեղափոխվել է ավստրիական մանկական հիվանդանոց։ Այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նախնական հետազոտություններով երեխան ունի նաև կանգուղեղային փակ վնասվածք։ Վթարից ժամեր անց կենտրոնական փողոցը դեռ փակ էր երթևեկության համար։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Տեղեկացնենք, որ վթարի հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այժմ այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։